Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք այցելել ենք հայկական պետական սահմանի հյուսիսային հատվածը։ Ինչպես տեսնում եք, ինչ շրջապատում է անկրկնելի գեղեցկություն։ Լեռները, սարերը, մեր տղաները ծառայում են իհարկե եղանակային դժվար պայմաններում, բայց այսպիսի գեղեցկությունը վայելելը ամեն ինչ արժե։ Հիմա կբարձրանանք տղաների մոտ, նրանք իհարկե շատ բարձրադիր հատվածում են ծառայում։ Այստեղ ամառ է արդեն, ինչպես տեսնում եք, լրիվ իր ունի մեջ է մտել ամառը, բայց նրանք ծառայում են ձմեռային պայմաններում։ Եվ կտեսնեք ինքներդ տարբերությունը այս հատվածի, եւ շատ կարճ ժամանակ հետո մենք ամառվանից կհայտնվենք արդեն ձմեռային պայմաններում։ Գնանք տղաների հետ զրուցենք, այդ ամեն ինչը սիրով ներկայացնենք ձեզ այսօրվա մեր եթերի ընթացքում։ Զրուցում ենք ազնագազմի գծով տարվող աշխատանքների գծով տեղակալ պարոն մայոր Դավթյանի հետ։ Պարոն մայոր, գիտենք, որ ձեր դիրքերում եղանակային պայմանները մեղմ ասած ոչ բարենպաստ են, սարսափելի ցուրտ է լինում նույնիսկ այն տարիներին, երբ որ համեմատաբար հանրապետությունում եղանակները նորմալ են, ոչ խստաշունչ ձմեռ։ Այս տարի գիտենք, որ նույնիսկ Երևանում ահավոր խստաշունչ ձմեռ է։ Մեզ հետաքրքրում է նաև ծնողներին, թե նման պայմաններում ոնց է կարողանում իրականացնել դիրքերի սպասարկումը, ոնց են տղաները իրեն զգում, արդյոք եղան ցրտահարության դեպքեր, չեղան, ոնց է ընդհանուր վիճակը այս խստաշունչ ձմռանը։ Պարոն Զաքարյան, ոնց նշեցիք, Երևանում ձմեռը ցրտաշունչ է եղել, եթե Երևանում ցրտաշունչ է, արդեն պարզ է, Ջերբաջանի տարածքում ձմեռը ձևով է անցկացել, դժվարություններից խուսափելը անհնար է, բայց քանի որ մեր զինվորների ոգին միշտ մարտական է եւ աննկուն այդ դժվարությունները տանում են։ Ինչը վերաբերվում է դիրքերին, նշեմ, որ զինվորները մշտապես ապահովված են եղել, թե տաք հագուստով, թե սննդով, թե քնելատեղով եւ ջրով։ Առաջին նախապայմանը հենց հագուստով եւ տաք կոշիկներով ապահովված լինելն է եղել, որ ցրտահարություններից կարողացել են խուսափել, չեն գրանցվել նման դեպքեր, եղել է շատ դժվար անցանելի օրեր են ունեցել հերթափոխերի ժամանակ, բայց ելի մեր սպաների, մեր զինվորների շնորհիվ կարողացել ենք նման դժվարությունները հաղթահարենք ու Փարքասու գալումը բացվել է, մի քիչ թեթևացել է դժվարությունները։ Այսինքն դուք նախորդ պատրաստում եք եւ փայտի եւ ամեն ինչը ավելի, ինչպես ասենք, 3-4 ամիս չի այստեղ ձմեռը, ինչքան գիտեմ, մոտավորապես 6 ամիս ձմեռ է, չէ՞։ Ճիշտ եք ասում, ձմեռը այստեղ ավելի շատ է տևում։ Կազմակերպումը հետեւյալ կերպով տաք եղանակները, որ հենց ընկնում են կամ դիրքերում եղանակը տաքանում է, ճանապարհները, որ միշտ անցանելի են լինում, սկսվում է ձմեռվա նախապատրաստումը։ Չենք սպասում, որ գա հաստի ցրտերը նոր թե վառելափայտի, թե մնացած ամեն անհրաժեշտ պարագաների մատակարարում իրականացվում մարտական զինակետեր ու իրականացնում ենք հենց այս լավ եղանակային պայմաններում, որպեսզի միշտ կարողանանք պատրաստ լինել։ Որովհետև ձմեռը ստեղ մի քիչ անակնկալ է, ամեն վայրկյան կարող է եղանակը ցրտի ձյուն գա, ավելի երկար տևի ու խնդիրներ առաջացնի։ Եղանակը դրա համար նախորդ պատրաստվում ենք ամեն ինչին։ Իսկ հիմա էլ արդեն անձրևների ժամանակն է եւ գիտեմ, որ անձրևները պակաս վնաս չեն տալիս ճանապարհներին եւ այլն։ Այդ աշխատանքները մշտապես տարվում են ճանապարհների վերականգնման եւ բարելավման։ Ինժեներական աշխատանքները ճանապարհի հետ կապված, ճանապարհների հետ կապված մշտապես են իրականացվում, թե ամառ, թե ձմեռ։ Ձմռանը պայքարում ենք ձյան դեմ, ամառն էլ բարեկարգում ենք ճանապարհները, որ մեքենաները ընթացքում խնդիրներ չունենան։ Շնորհակալություն, պարոն մայոր, գնանք զրուցենք արդեն դիտում կանգնած մեր տղաների հետ։ Շատ բարի։
այսպես ընդամենը շատ կարճ ժամանակում խորը ամառվանից հայտնվում ենք խորը ձմեռվա մեջ։ Այստեղ ձյան բարձրությունը քանի մետր կլինի։ 7 մետր կլինի։ Հա, 6 մետր։ 5-6 մետր է այստեղ ձյան բարձրությունը։ Տեսնում եք մեր տղաները այսպես թունելներ են փորում ձների մեջ, որպեսզի հասնեն իրենց ծառայության վայրը։ Զրուցում ենք գումարտակի հրամանատար մայոր Գասպարյանի եւ գումարտակի հրամանատար փոխգնդապետ Խաչատրյանի հետ։ Մի գումարտակը հանձնում է, մյուս գումարտակը ընդունում է եւ ես կուզեի պարոն մայոր, սկսենք ձեզնից, դուք հանձնում եք, այսինքն ձեր հերթափոխը վերջացել է, որևէ միջադեպեր, որևէ խնդիրներ հերթափոխի ժամանակ ոնց անցավ ծառայությունը, զինվորները ոնց են իրենց զգում։ Ծառայությունը նորմալ է անցել, զինվորները շատ լավ են զգում իրենց։ Հերթափոխը կարելի ասել մոտենա երևի մի ժամից ավարտին։ Հանձնում ենք մաղթելով անփորձանք ծառայություն մեր փոխարինող գումարտակին ու գնանք մեր հետագա խնդիրներով։ Ոչ մի միջադեպեր, ոչ մի արտարոց բաներ չի եղել։ Արտարոց դեպքեր չի գրանցվել։ Իսկ ձեր հերթափոխի ժամանակ պարոն մայոր հակառակորդի կորտի կողմից զինադատարի ռեժիմի խախտում խախտումներ եղել են, մի 4-5 անգամ գրանցվել է հրադադարի խախտումներ։ Հա։ Ընդհանուր նորմալ է եղել, ինչ-որ միջադեպ չի եղել։ Հրաձգային է այստեղ։ Հրաձգային զենքերից է եղել խախտումները ու կրակոցները կարելի ասել ոչ նպատակային են եղել։ Հա, անկանոն կրակոցներ։ Անկանոն կրակոցներ են եղել։ Պարոն Խաչատրյան, պարոն փոխգնդապետ, դուք ընդունում եք հերթափոխը, ես գիտեմ, որ ստուգում եք ամեն ինչը, ինչպես է անցել նախկին հերթափոխը, ամեն ինչը տեղում է, ամեն ինչը աշխատում է։ Այդ ամեն ինչից հետո զինվորները իհարկե անմիջապես տեղում արդեն փոխարինում են հենց դիրքերում իրար։ Տրամադրվածությունը տղաների, որ բարձրանում են դիրքեր։ Կուզեմ այդ մասին խոսենք։ Տրամադրվածությունը մարտական է, գերազանց վիճակ, դիրքերում շփվում են հանձնական փոխհարաբերությունները իրար հետ, ընկերական, հալալ աղբերը աղբոր պես են վերաբերվում իրար։ Գիտեմ, որ ասում են տղաների տրամադրությունը ավելի բարձրանում է դիրքերը։ Այո, դա տենց է։ Իսկ ինչ էլ հակառակորդի կրակոցների հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված, հիմնականում կրակում են իրիկուները, վերլուծություն անելուց հետո եկել ենք այն եզրահանգման, որ հակառակորդը վախից է կրակում։ Որ մենք յանի իրանք այդ վախտը տեն։ Ասելու համար, որ այստեղ մենք զարթուն ենք, այո, որ մեր կողմից ինչ-որ քայլեր չձեռնարկենք։ Այստեղ հրամանատարների հետ որ խոսում եմ, բոլոր հրամանատարները զինվորների մասին շատ մեծ բարձր կարծիք ունեն, անդադ գովում են իրենց զինվորներին։ Ինչն է պատճառը, այստեղ հատուկ զինվորներ են գալիս, թե ուղղակի այս դժվար պայմանները այնպես են կոփում այդ տղաներին, որ դառնում են իսկական տղամարդիկ։ Կարելի է ասել դժվար պայմաններից ելնելով է, որ զինվորները կոփում են ու ավելի չարչարանք ավելի շատ է, պայքար ավելի շատ բնության դեպ է, քան մեր հակառակորդի։ Երևի դա իսկ պատճառն է հանդիսանում, որ իրանք ավելի հենց ընկերասեր տղամարդներ հա, կարգապահ։ Ես խոսում եմ աշխատակազմի գծով տեղակալի հետ, ասում էր, որ ֆիզիկապես այնպիսի աշխատանքներ են անում մեր երիտասարդ տղաները, որ ուղղակի զարմանում եք նրանց այդ տոկունության վրա։ Դե պարզ է, որ տեսնում եմ, մենակ այս թունելի փորելը, այս 6 մետրանոց երևի արդեն ապացույց է, էլի, թե ինչ աշխատանքներ են։ Ամեն հերթափոխի ժամանակ զգում ենք, որ մեր զինվորները ավելի ու ավելի կոփում, ավելի ուժեղանում են։ Իսկ այ պարոն փոխգնդապետ, հիվանդությունների համար թվում է, թե նման եղանակային պայմաններում ավելի շատ կհիվանդանան, կմրսեն, ցրտահարություն եւ այլն, բայց կրկին ես ներքևում խոսեցի, ասեցին, որ ընդհակառակը այստեղ այս դժվար պայմաններում հիվանդությունները ավելի քիչ են։ Ճիշտ է, դա պատասխանում է իրական։ Ճիշտ է, որովհետև անձնակազմը ապահովված է բոլոր հանդերձանքով, ամազգեստով, խնդիր չկա մարտական հենակետերում, հիվանդանալու հետ կապված, հանգստի ժամանակ հանգստանում են, սնունդը նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Իսկ կոփվածությունը միգուցե կոփվածությունը գերազանց վիճակ է, հիմնականում այս սարերի հելնել իշնելուց դե մարզվում են, դա նորմալ է, պարապմունքները անցկացվում է ռեալ նորմալ մակարդակով, դա իր դրական արդյունքն է տալիս։ Շնորհակալություն ձեզ, բարի ճանապարհ, գիտեմ որ ճանապարհը ամենաերևի դժվար մասերից է։ Ձեզ հետ էլ ձեր թույլտվությամբ արդեն կմոտենանք ձեր զինվորներին եւ կզրուցենք տղաների հետ արդեն։ Գնացինք։
Որովհետև ինչպես արդեն տեսակ երևի մտնելուց տեղակներ կան, որ 7-8 մետր ձուն է գալիս եւ տղաները միջոցը գտել են այդ անցումները, որպեսզի երբեք խոչընդոտ չհանդիսանա, այսպես ամուր կառույցներով նրանք այսպիսի թունելներ են սարքել, որի միջոցով անդադ տեղաշարժը հեշտացել է, իհարկե, ճիշտ եմ ասում, այո, ճիշտ է։ Տեղաշարժը հեշտացել է, որպեսզի հանկարծ անվտանգություն է ապահովում, այո, նաև անվտանգություն է ապահովում։ Սա սովորական դիրքերը չի, սա մինչև դիրքերը հաստատ տարածն է, ուղղակի տեղափոխվելու համար մի տեղից մյուսը, որտեղ կա վտանգ, որ ձնհալը կարող է վնասել կամ ճանապարհը փակել, ոտքով ճանապարհները այսպես տղաները հարմարացրել են։ Շատ ապահով է, շատ լավ է։ Զրուցում ենք բանակային կորպուսի սպառազինության գծով տեղակալ գնդապետ Մխիթարյանի հետ, պարոն գնդապետ, ես տեսնում եմ բարձրաստիճան սպաները այս ամենաբարձրադիր դիրքերում եւ ազդեցությամբ եմ ասում, ինչ դա միշտ հաճույք է պատճառում, ինչի, որ ես տեսնում եմ, որ չեք խուսափում դուք բարձրանալ նման դժվար պայմաններում եւ ձեր զինվորների մոտ լինեք, բայց միևնույն է հետաքրքիր է, պատճառը ինչի եք դուք այսօր այստեղ, ինչ եք անում եւ որն է խնդիրը, որ դուք եկել եք հասել եք այստեղ։ Ուրեմն ասեմ, որ մասնակցում ենք մենք ստորաբաժանումների հերթափոխին եւ ամենակարևորը անվտանգության ապահովումն է, որ մենք մեր կողմից վերահսկվում է, որպեսզի անվտանգ մեքենաներով երթ կատարեն դեպի նշված դիրքերը։ Ես տեսա զինվորների հետ առանձին զրուցում եք, դրա նշանակությունը ինչ է։ Անմիջականորեն մենք փորձում ենք զինվորների հետ շփման միջոցով հասկանալ, եթե պրոբլեմներ կա, կարող է միգուցե խնդիրներ մեր հետ կիսվեն որպես վերադաս։ Եվ այդ խնդիրները մենք աշտոնաբար ըստ կարգի սահմանված կարգով բարձրաձայնենք, հասցնենք տեղ։ Այսինքն դուք անմիջապես զինվորի հետ շփվում եք, որտեղ եթե խնդիր լինի իր անմիջական ղեկավարության հետ, չքաշվի ձեզ ասի։ Հնարավոր է եւ այդպեսի բաներ շատ լավ շփվում ենք եւ հասկանում ենք։ Կարևորը մեր զինվորների մարտական հոգին բարձրանում է։ Որ ձեզ հիասքով կտեսներ, իհարկե։ Իսկ ընդհանուր ոնց է, գոհ զինվորներից։ Նորմալ այսպես մեր զինվորները։ Այսպես դեպի։ Շնորհակալություն, պարոն։ Դες բոլորի շնորհակալություն։ Առաջ բարձրանանք մենք ձեր դիտությամբ, պարոն գնդապետ, բարձրանանք դիրքը ձեզ գործից չկտրենք։ Հաջողություն։ Այս բարձրության վրա բերել քարերը ու այսպես շատ կոկիկ սարքել դիրքերը ես պատկերացնում եմ ինչ դժվար աշխատանք է։ Օդը նույնիսկ այնքան քիչ է, մարդ դժվարությամբ է շնչում։ Բարձր ենք, շատ բարձր ենք։ Օմարի լեռներում դե արդեն տեսակ, հա, շուրջ բոլորը ձյան շերտը մոտավորապես 1 մետրից մինչև 5 մետր արդեն հանդիպեցինք, բայց որ բերել այսպես կոկիկ մաքուր սարքել են, արդեն խոսում է մեր տղաների աշխատասիրության մասին։ Ապրեն իրանք, գնանք զրուցենք հետները։ Սերժանտ Խաչատրյան, ճիշտ եմ եկել։ Ոնց ես։ Լավ։ Ոնց է ծառայությունը։ Շատ լավ։ Շատ լավ։ Խելոք եմ մնում։ Շատ։ Հա։ Կրակոստեր բաներ չկա։ Չէ, չեք թողում որ կրակեն։ Չեք թողում որ կրակեն։ Խաչատրյան ջան, ինձ պատմեցին, ուրեմն Սերժանտ Խաչատրյանի մասին ասեցին, որ խրախուսանքի ես հա արժանացել։ Մարտական իրավիճակում ընկերոջը դուրս բերելու համար, հա, ինչքան ես հասկացա, վիրավորել ընկերը դուրս ես անել փաստորեն։ Դրա համար խրախուսանքի ես արժանացել։ Ապրես, քեզ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում դրա համար։ Շնորհակալություն։ Ընդհանուր կուզեմ Խաչատրյան ջան, պատմես ծառայում ես, ինչքան ժամանակ է ծառայում ես։ 2 տարի։ 2 տարի, դու նրան ժամանակն է։ 40 օր մնացել, հպարտ գնում ես տունել, համ մարտական իրավիճակում ես մասնակցել, վիրավոր ընկերոջդ հանել ես, ապրես։ Ծառայության մեջ աշխատել եմ ամեն ինչի հասնեմ։
Ասեցին, որ լավագույն ծառայողն ես, սա կարելի է ասել, լավագույն ծառայողներից ես։ Ոնց ընդհանուր քո համար ոնց անցավ։ Պետք էր քեզ ծառայությունը։ Հայտողում համար միշտ է պետք է ծառայությունը։ Ծառայությունը մարդու հոգին տես կոփումը ոնց որ մատերը կամ տես մարդու մաշկը։ Շատ լավ է։ Շատ լավ է ցավ։ Կանց զինվորի հայ համար է ծառայությունը։ Հայ համար է ծառայություն, ճիշտ ես ասում։ Այ այս պայմանները հիմա ամառորով էստեղ էսպես ցուրտ, արդեն մի քանի օրից ամառը 3-4 մետր ձուն պատկերացնում եմ ձմեռը, ո՞նց եք դիմանում։ Մեր համար եղանակը ընդհանրապես կապ չունի, որովհետև ոնց տեսակ ներքև ամառ էր, վերևը կարելի ասել ձմեռ է, իսկ եթե մեր հետևում էր հայ ազգն է, մեր համար միշտ ամառ է։ Միշտ ամառ է ձեր համար։ Չէ, իսկ եթե մի րոպե պաթոսը մի կողմ թողենք, հասկանում եմ ես, դա լավ բան է, որ դու ասում ես, բայց իրականում ամեն ինչով ապահովված է ձմռանը լինում, ցրտարարության դեպքեր բան եղել է քո ծառայության ժամանակ։ Իմ ծառայության ժամանակ չի եղել։ Ձմեռն էլ փայտով, ամեն ինչով սնունդով մենք միշտ ապահովված բարձրանում ենք մարտական հենակետեր։ Հա։ Սնունդից գոհ եք։ Դե ջրի մասին չեմ ասում, այստեղ այնպես ջուր է, որ բոլորը կերազես այս ջուրնի։ Իսկ ընդհանուր սնունդից ամեն ինչից գոհ եք, ժամանակին հասնում է, բայց ձմեռը ոնց են հասցնում տեղից սնունդը։ Հասնում է սնունդը միշտ ավտոյով։ Միամիտ հարցեր եմ, չէ՞ տալի։ Չէ, միամիտ չի։ Հա, հասկանալի է։ Քեզ որպես արդեն 2 տարվա ծառայող եւ դժվար պայմաններում, ինչքան էլ դու ասես, որ հեշտ է եւ այլն, ես հո գիտեմ, որ այստեղ ծառայության դժվարությունների մասին եղել ենք, գիտենք, ձմռանել ենք եղել, ամռանել ենք եղել։ Մի էսպիսի առաջարկ է առաջ քաշել պաշտպանության նախարարը, որ տղաները, որ գան ծառայության, ժամկետային զինծառայողները, իրենք ընտրեն, եթե ուզում են, ասենք 3 տարի ծառայեն առաջնային դիրքերում, հա, 2 տարվա փոխարեն, այդ 3 տարվա մեջ ուրեմն ամեն հերթափոխից հետո 1 շաբաթով գնում են տուն, գալիս են ոնց որ պայմանագրայինները, այսինքն ինչքան որ ժամանակն է հերթափոխը վերջացավ, գնում ես տուն, հանգստանում ես, գալիս ես զորամաս, վերապատրաստության եւ նորից բարձրանում ես դիրքերը։ Դուրս է գալիս, որ տարվա մեջ դու ծառայում ես մոտավորապես 3 տարվա փոխարեն ծառայում ես 2 տարի ու ինչ որ ամիսներ։ Եվ վերջում են տուն գնալուց 5.200.000 դրամի չափ գումար ես ստանում։ Դու որ հիմա լինեիր գալու ծառայության, կուզենայիր այդ միանշանակ կհամաձայնվեի, ոչ թե գումարի համար, այլ մի տարի ավել, որ իմ ընկերների հետ լինես, թե խրամատի մեջ։ Հա? Դե գիտես ինչ կա, նախ կարաս այդ մասնագիտություն ընտրես, քո նման զինվորները լավ կլինի, որ նաև ընտրեն, բայց իհարկե դա պարտադիր չի։ Բայց ասում են, որ հնարավոր է, որ հիմա հնարավորություն տրվի, ովքեր որ ծառայությունը ավարտում են, կարող են երկարաձգել իրենք պայմանագիր կնքել եւ այդ 18 ամիս ավել ծառայել, այդ պայմաններով արդեն որ ասեցի, հերթապահությունից հետո 1 շաբաթով տուն եւ այսպես այդ 18 ամսից ընդամենը մի տարին են կարծեմ ծառայում եւ արդեն գումարով գնաց տուն։ Կարող է ընտրես տենց որ լինի։ Թե հայ ազգի իմ կարիքն ունի, ոնց կարամ ես չմնամ։ Այս կոծավը տալեմ։ Ապրես։ Շնորհակալ եմ քեզից, բարի ծառայություն քեզ, անփորձանք վերադառնաս տուն։ Քանի օր մնաց ասում ես։ 40 օր։ Հնարավոր է հանդիպենք, որ այդ պայմաններն ապրես։ Մեր Օմարի արծիվներից շարքային գորը ինչքան ժամանակ է ծառայում ես գործը։ 11 ամիս։ 11 ամիս։ Ասեցի, որ վնասվածք ես ունեցել, հա, անգել ես, վնասվել ես, գնացել ես, բուժվել ես։ Այո։ Բա ոնց եղավ, որ նորից հետ եկա։ Ինձ պատմեցին քո պատմությունը ճիշտ ասած միջև այստեղ գալը, ասեցին ինքը խնդրելա, ոնց եղավ։ Մարտական հերթափոխության ժամանակ, իշտելու ժամանակ տենց ընկել եմ, կոտրվածք եմ ստացել, գնացել եմ հոսպիտալ, ապակինվել եմ, հետ եմ վերադարձել, խնդրել եմ գումարտակի հավանատարին ինձ վերադարձի նույն պոստերը, որ չեմ ուզում, որ ստեմ ընկես տել։ Ավելի հեշտ աշխատանք էին ուզում տային, հա։ Այո, դու չէին ուզում մարտական դիրքը բարձրացնեմ, ես խնդրել եմ որ բարձրացնեմ։ Ինչի։ Այս զինվորի համար մի քիչ ամոթալի է, էլի գազ post չելն է ստի շամոթա։ Այս զինվորի համար ամոթա գազ post չելն է, դրա համար գորը ոտքը կոտրել է, ապակինվել է, իրեն ավելի լավ հեշտ գործ է դրել դնել, բայց խնդրել է գումարտակի հրամանատարին, բայց ապացուցել ես որ ֆիզիկապես պատրաստ ես, հա։ Այո։ Ֆիզիկական փորձությունները անցել ես նոր ես բացացել, հա, ստուգել են նոր։ Ստուգել են նոր։ Հա, ապրես դու։ Դե քեզ բարի ծառայություն,
Շնորհակալ եմ քո նման զինվորների վրա էլ հենց հիմնված է մեր հայրենիքը, ապրես։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Գնացրորդ Շարքային Գալստյանը գնացրորդ ես, հա? Ճիշտ այդպես։ Ոնց է ծառայություն դասնում Շատ Գալստյան ջան։ հոյակավ։ Հոյակավ, հա, գոհես։ Ճիշտ այդպես։ Ինչքան ջան, ճիշտ այդպես մի ասա, լավ ասա։ 11 ամսվա ծառայող եմ արդեն։ 11 ամսվա ծառայող ես, հա։ Սովորել ես այս պայմաններին։ Արդեն համակերպվել եմ։ Հա։ Սկզբից մի ճիշտ է, մի քիչ որ նոր ես գալի, մի քիչ դժվարում ես, բայց քիչ կոփվում ես, ավելի տղամարդկայնությունը ավելի աշխատանում եւ դիմանում ես ավելի։ Ցավոտ տղամարդկան։ Իսկական տղամարդ ես դառնում, էլի, սարերում, լեռներում, այս մակրոտին։ Այդ ի՞նչն է դժվարությունները, ֆիզիկականը գիտեմ դժվար է։ Մենակ այս մի փոքր տեղ ես քայլում եմ, արդեն շունչս փչում է։ Պատկերացնում եմ, որ դուք ինչքան ճանապարհ եք անցնում, երբ որ պետք է։ Չէ, արդեն Ցուրտը եւ եղանակային այդ քամիները, կայծակները, այդ ամեն ինչը դժվարություն է ստեղծում։ Դրա մասին ես խոսքում։ Չէ, այդ ամեն ինչը արդեն ոնց որ սովորական բան է դարել, էլի, այտենց։ Հա։ Ընտելանում ես այդ ամեն ինչին։ Դժվարությունը ոնց որ նոր քաղաքացիական կյանքից որ մտնում ես զինվորական կյանքի մեջ։ Հա, արդեն ռեժիմը, հա, որ զինվորական ռեժիմը։ Բայց արդեն ավելի սենց բանանելով սովորում ես այդ ամեն ինչին եւ հաճելի գործ է։ Ես քո ժպիտին մատա։ Հա, ցավոտ անեմ, ուրախ եմ իհարկե։ Իսկ ո՞նց է հարաբերությունները ձեր տղերքով, ոնց եք իրար հետ։ Շատ լավ, շատ եղբայրական հարաբերություններ։ Շատ կռիվներ, վռիվներ չեք։ Չէ, կռիվներ չենք անում։ Չեք անում, ընդհանրապես ապրեք դուք, հա։ Ասես սարերում ինչ ունեք կիսել, սարերը լրիվ ձերն է։ Տեշնամու հետ պետքա կռիվ։ Ապրես իսկական, այ այնտեղ է ում հետ որ պետքա կռիվ անենք, եթե ոտնձգություններ անի։ Ոնց է պահում, թշնամի ասեցին, ասում է հիշեցի հակառակորդին։ Թշնամին նորմալ, հանգիստ։ Նորմալ, հա, հանգիստ է, դե փառք Աստծո որ հանգիստ է։ Ձվրան ցրտին ամռանն են կարոտում, ամառը գալիս է ձվրանն են կարոտում, ճիշտն ասած, կարոտել է այսպես ձներին։ Ղազարյան ջան, Շարքային Ղազարյանի հետ եմ զրուցում, որ հերթափոխից վերադառնում էր։ Շարքային ջան, ոնց է ծառայությունը։ Ծառայությունը շատ լավ, ասում եմ, դուր է եկել զինվորական։ Հա։ Ապրելաձևը։ Հա, այսինքն փոքրուց ուզեցել ես, էլի, որ զինվորական Հա, լինես, հա։ Քո ցանկությունով ես եկել, էլի, ոչ թե բերել են բանակ, հա, ոնց էլ ասեմ։ հա, իմ ցանկությունով եմ եկել։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ 22 ամիս։ Հա, արդեն 2 ամիս է մնացել, էլի, հա։ Ապրես։ Գոհ ծառայությունից, քեզ տվեց ինչ որ բան ծառայությունը։ Ինձ ամեն ինչ տվեց ծառայությունը, կամք, Հա։ արիություն, տղամարդկություն։ Հա։ Իսկ սովորել ես սարերին, ձներին։ Չէ, դե ես քաղաքում եմ ապրել, sense տեղեր հիմնականում չեմ եղել։ Հիմա արդեն որտեղ գնաս կարաս ապրես, էլի հանգիստ։ Շատ բան սովորեցիր մի խոսքով բանակում։ Հա, ինչ կասես այն տղեկի, որ նոր պետք է գան։ Դե իրանց համար ճիշտ է, սկզբում շատ դժվար կլինի, բայց ընթացքում Հա։ Բայց այդ սկզբի դժվարությունը հեշտ է անցնում, արագ է անցնում։ Ինչքան է տևում մոտավորապես, որ սովորում ես արդեն զինվորական կյանքին։ Դե երևի մի 10-20 օր էլի, էդի արդեն մարդուց է գալիս։ 10-20 օր մարդ կարա առանց հաց ուտելու էլ հանգիստ ապրի։ Ես էլ մտածում եմ ամիսներ է եւ այլն, որտեվ ես հիշում եմ, որ մեր ժամանակ կարանտին էր կոչվում, կարանտինը վերջանում էր, ոնց որ արդեն սովորական դառնում էր։ Մեկը դիրքի բարձրանում եք 6 ամիս հետո, այդ ընթացքում էլ արդեն սովորում ես ոնց ես տիրապետում զենքիդ։ Լավ կրակում ես։ Լավ կրակ։ Լավ, ամեն տղամարդ հայ պետք է իմանա կրակել, զենքի տիրապետի։ Անպայման, հա։ Շնորհակալ եմ քեզից ցավոտ անեմ։ Քեզ չխանգարեմ գնալ գործին, ապրես, բարի ծառայություն։
Հերթական մարտական դիրքում ենք, մենք զինվորների նման այդքան սովոր չենք այս ցրտին, բայց իհարկե դիմանալու ցուրտ է։ Էսի ցուրտի չէ համատած Մելիքսեթյան։ Համատած ցուրտի է։ Մեր շարքային Մելիքսեթյանը ինչքան ժամանակ է ծառայել այստեղած։ Արդեն 11 ամիս։ Արդեն 11 ամիս, հա։ Շատ են 11 ամսվա ծառայել քո ընկերներից։ Ո՞նց է ծառայություն 11 բարք, ասես։ Շատ լավ։ Շատ լավ է, գոհ ես։ Հա։ Ուրախ ես, որ սենց տեղ ես ընկել ծառայելու։ Թե ավելի ուրիշ տեղ կուզեի։ Չէ, դե ուրախ չլնելու հարց չի, այստեղ կարևորը մենք հայ ազգի կողքին կայնած ենք մարտական մենակետերում էր, պաշտպանություն ենք անցկացնում։ Հա։ Մեր հայրենիքի էլի, հա։ Իսկ ընդհանուր ծառայության դժվարությունների մասին տղեկի հետ արդեն խոսեցինք, մեկ էլ մի հարց էսպես եղավ, եթե լիներ կամավոր դիրքեր գալը չգալը, շահագործությունը հետո կասեմ, եթե դու ընտրության ունեիր, դիրքերում ծառայես, թե ասեք որևէ մի այլ, դու որը կընտրեիր, ազնվության մենակ ասա, հիմա արդեն իմանալով, սկզբից գիտեմ որը կընտրեիր, հնարավոր, որը կընտրեիր, դիրքերում, ինչու, դե ավելի լավ է անցնում, ավելի քեզ լավ ես զգում, որ մարտական դիրքերում ես հայացքի կողքի կայնատել։ Հետաքրքիր է ու պատասխանատվությունը մի տեսակ հպարտության զգացում է, հա, ինձ թվում։ Պատասխանատվություն։ Հա, այդ լավ։ Եթե ուրիշտեղ եղանակը փոփոխվում է, ասենք օրվա ընթացքում կարող է 1 կամ 2 անգամ, այստեղ 5 րոպեն մեկ կարող է լրիվ արևոտ բարձ եղանակից հետո լինի մարախուղ, նույնիսկ ձուն գա, հետո կայծակ, անձրև, հետո նորից բարձունակ արևոտ եղանակ։ Այսօր բախտներս այդքան չի բերում, եթե եղանակը բարձ լիներ, տեսարանը այստեղից ուղղակի անկրկնելի է։ Կարծես աշխարհի գլխին կանգնած լինես։ Եվ այդ տղաներին հենց այդ տեսարանը, այս դիրքերը, այս սարերը, այս լեռները, այս անտառներն որ այդպես մարտական ոգի է տալի։ Տեսնում ենք, որ դժվար պայմաններում տղեկը մի տեսակ ավելի պինդ են, ավելի առույգ են, ավելի լավ են տրամադրված։ Այ տեսեք, մառախուղեր մի վայրկյանում բացվեց, հիմա հույս ունեմ մի քիչ էլ կբացվի, մենք ձեզ մի քանի տեսարան ցույց կտանք այստեղից, որ դուք էլ կարողանաք վայելեք այս գեղեցկությունը։ Հայտ օջախի վրա պատրաստած սուրճը իհարկե եւ մանավանդ նման սարերի, լեռների ջրով պատրաստած սուրճը ամենահամեղ սուրճն է, որ ես վայելում եմ իմ կյանքում կարելի ասել։ Տղաները, ովքեր որ այս պահին ազատ են, հրավիրեցինք, որպեսզի որ պատկերացում կազմեք, տեսեք կացարանները ինչպիսի վիճակում են, եթե իմանաք ինչ բարձրության վրա է, կզարմանաք, որ այստեղ կարելի է նման պայմաններ ստեղծել, իհարկե դա ոչ միայն սպաների, այլ նաև զինվորների շնորհքն է, ճիշտ եմ ասում, սպաների, հա? Այո, ինձ սպաները պատմեցին, որ նման դժվար պայմաններում ծառայելու որպես պարգևատրում, տղաները ոչ միայն արձակուրդներ են ստանում տուն գնալու, այլ արդեն դուք ասեք, պարոն Մայոր, ինչ է կազմակերպում տղաների համար։ Անձնակազմի համար հաշվի առնելով դժվարին պայմանները ծառայության աշխատում ենք ստեղծենք բարենպաստ պայմաններ եւ կենցաղային պայմաններ եւ աշխատում ենք կազմակերպենք մշակութաժամանցային միջոցառումներ, այցելություններ, պատմամշակութային հուշարձաններ, համալիրներ, հոգեվոր կենտրոններ։ Ու այս վերջերս հենց շաբաթօրներ, եթե չեմ սխալվում, այցելություն ենք կազմակերպել Զորամասի զինծառայողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Գանձասար եկեղեցի եւ տեղում հենց Արցախի Երևանի Մատնադարանի մասնաճյուղն էր գտնվում հենց Գանձասար եկեղեցու հարևանությամբ, այցելել եմ շատ լավ մատերիալների։ Դրանից մի քանի մի-երկու շաբաթ առաջ կազմակերպել ենք նաեւ չմկրտված զինծառայողների մկրտություն Դադիվանքում, Զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ կազմակերպված
շատ լավ անցել է։ Հենց նույն օրը հրամանատարի կողմից կնքված զինծառայողները խրախուսվել են արձակուրդով, հենց եկեղեցուց։ Կային զինծառայողներ, որ հարազատները եկել էին, մասնակցել են։ Միանգամից արձակուրդ տրամադրվել է, գնացել են իրենց տները։ Ու աշխատում ենք ինչքան հնարավոր է, որ թեթևացնենք զինծառայողների Ես տեսնում եմ կան նաև պայմանագրայիններ են, հա, կան։ Այսինքն իրար եք ծառայողների պայմանագրային, հա, եւ ժամկետային ծառայողները դուք ինչ կասեք պայմանագրայիններին եմ ուզում հասնամ։ Ոնց է, դուք արդեն ընտրովի եք, դուք եք ընտրել այս դժվարին պայմաններում ծառայությունը, ո՞վ եք ձեր ծառայությունից, պայմաններից։ Գոհ ենք, շատ գոհ ենք։ Մեր ծառայությունից, պայմաններից շատ գոհ ենք։ Շատ լավ ամեն ինչ։ Պարտական ենք սա։ Մեր այցից շատ գոհ ենք, ես էլ իմ անունից եմ ուզում շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, նման տղաները դասյակելու համար, գնալով սերունդը, կարելի ասել, որ սերունդը գնալով դեպի ավելի լավը դրական է գնում։ Հա, դրական փոփոխություն նկատվում է, չէ՞։ Ամեն զորակոչի վրա զգում ես այդ փոփոխությունը։ Որ դեպի լավն է գնում։ Դե հենց դա է հույսը, որ մեր երկիրը գնալով կծաղկի, կլավանա։ Ես ամեն ինչը կապում եմ հենց բանակի հետ, հզոր բանակ ունեցող երկիրը վաղ թե ուշ եւ տնտեսապես եւ մնացած բոլոր առումներով հզորանալու է եւ լավանալու է։ Շնորհակալություն ձեզ բոլորի ծառայության համար, խոնարհվում ենք ձեր եւ ձեր ծնողների առաջ։ Այս լավ նոտայի վրա էլ ավարտենք մեր այսօրվա հաղորդումը։ Եթերում դիրքերում հաղորդաշարներ կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին Շանթի եթերում։